Դուք ձեր տան մեջ կարող եք առաջ գալ խնդիրներ, ֆինանսական դժվարություններ, առողջական խնդիրներ, ընդդուք մինչև բաժանություն։ Ընդհակառակը տանագը նույնիսկ իր պահարանի մեջ, իր արգղի մեջ պետք է լինի, եթե ոչ կողքի դրա, ապա սուր ծայրը, կտրող ծայրը դեպի ներքև, որպեսզի խնդիրների առաջ չկանգնեք։ Չի կարելի որևէ մեկից գողանալ տանակ։ Անկախ նրանից այդ մարդը լավ մարդ է, վատ մարդ է, հարուստ է, աղքա է, բարի է։ Եթե դուք գողանում եք այդ մարդու տանակը, դուք նման ձևով այդ մարդուց ոչ թե բերում եք ձեր մոտ այդ մարդու շքեղությունը, հարստությունը, խելքը, այլ միայն վատ բացասական էներգիան։ Եթե մարդը ունի առողջական խնդիրներ, դուք ձեր վրա վերցնում եք այդ մարդու առողջական խնդիրները։ Եթե այդ մարդը ունի անձնական խնդիրներ, դուք վերցնում եք տվյալ մարդու անձնական խնդիրները։ Շատ դեպքերում մարդկանց թվում է, որ իրենք եթե ինչ-որ հարուստ մարդուց գողանան իրեն տանակը, այդ մարդու հարստությունը դեպի իրեն կծկեն, ոչ, հարստությունը կմնա այդ մարդուն, բայց դուք այդ տանագի հետ դուք որ գողանում եք միայն խնդիրները, ցավերը։ Չի կարելի սիրելիներս վերցնել տանակ, երբ որ տեսնում եք, որ տանակը դրսում է ընկած, շեմին, պատուհանի տակ դրսում, դրսի ընկած տանակը ձեր հայատի բակում կլինի, ձեր տրան շեմին կլինի, դուրսը պատահական քայլում եք, փողոցում եք գտնում, անդարում եք գտնում, ընդհանրապես գետին ընկած տանակը միք վերցրեք սիրելիներիս։ Ինչքան էլ կուզե այդ տանակը թանկարժեք լինի, թեկուզ ադամանդյա քարերով լինի ինքը պատրաստված, միք վերցրեք։ Հատկապես քանի որ տանակի վրա կատարվում է գործողություններ, որով մարդիկ իրենց նեգատիվը, իրենց անձնական խնդիրները, իրենց առողջական խնդիրները, ֆինանսական խնդիրները նման ձևով ձերբազատվում են այդ տանակի վրա կատարված գործողության միջոցով, եւ երբ որ դուք դա վերցնեք, դուք ինստինկտյան ընդունում եք այդ ամբողջ նեգատիվը ձեր վրա, դուք ընկնում եք ֆիզիկական վտանգի առաջ սիրելիներս։ Չի կարելի խաղալ տանակով։ Մարդ կա, որ ինքը սիրում է տանակով խաղալ, խփել սեղանին, ընդհանրապես պտտեցնել ձեռքերի մեջ։ Դա կոնֆլիկտային վիճակ կստեղծի քո կյանքի մեջ, վտանգավոր վիճակ, արկածային վտանգավոր վիճակ կստեղծի ձեր կյանքի մեջ, ընդդուք նույնիսկ ձեր ֆիզիկականին հնարավոր է վտանգ լինի։ Տանակը դա խաղալու գործիք չէ։ Տանակը դա ուրիշ իր է եւ իր հետ չի կարելի խաղալ։ Հետագայում դուք որ տանակի էներգիայի հետ խաղում եք, դուք վնասում եք ձեր ֆիզիկականը, վտանգի առաջ եք կանգնեցնում ձեր ֆիզիկականը։ Չի կարելի սիրելիներս, երբ որ հղի է կինը եւ ինքն է սրում տանակները։ Երբ որ դուք սրում եք սիրելի կանայք հղիության ժամանակ, դուք նման ձևով վտանգ եք բերում ձեր պտուղին, ընդդուք մինչև վիժում, չի կարելի, եւ կարող է պտուղը ծնվի առողջական խնդիրներով, եւ կարող է դուք ձեր երեխային կորցնեք։ Սիրելի հղի կանայք, հեռու մնացեք տանակ սրելու գործողությունից։ Չի կարելի տանակը խրել հացի մեջ։ Ընդհանրապես լավ կլինի, որ մարդը հացը կտրի ձեռքերով, կամ եթե կտրում է, կտրի թողնի, չի կարելի ամբողջական տանակի մեջտեղը խրել, հացի մեջ է խրել տանակը։ Նման ձևով կարող եք դուք ունենաք առողջական խնդիրներ, կարող է լսեք մահվան ձեն սիրելիներս, նաև հնարավոր է ձեր տան մեջ ուժեղ վիճաբանություն եւ կռիվ լինի։ Եթե ձեր տան մեջ կոտրվում է տանակը,
ուրիշ բան, եթե այդ թանագը արդեն ինք այնքան է մաշվել, որ մաշվածության աշտանը հասել է կուլմինացիայի և թանագը կոտրվել է, դա վախենալու ոչ մի բան չկա, թանագը ուղղակի գցում եք աղբը և թափում եք։ Իսկ եթե թանագը ինքը առողջ է, ինքը մաշված չէ և կոտրվում է, դա ցույց է տալիս, որ սիրելիներս և ձեր կյանքի մեջ և ձեր տան ընտանիքի կյանքի մեջ խնդիրներ կառաջանա, կտրուկ փոփոխություն, ոչ թե դեպի լավը, այլ ընդհակառակը, դեպի լավը։ Հնարավոր է նույնիսկ ֆիզիկական հիվանդություն, խնդիրներ կառաջանա, սիրելիներս։ Չի կարելի թանագը դնել բարձի տակ։ Շատ դեպքերում թանագը օգտագործվում են որպես պաշտպանության միջոց, և դե մարդը չի կարողանում քնել, եթե մարդուն ինչ-որ նեգատիվ էներգիա կա, որ իրեն խանգարում է, թանագը պետք է դնեք մատչակալի տակ, թանագը պետք է դնեք պաշտպանության համար ձեր թոշակի տակ, մատրասի տակ, բայց ոչ բարձի տակ։ Եթե դնում եք բարձի տակ, կունենաք գլխացավեր, կունենաք առողջական խնդիրներ, ձեր էներգետիկան երբեք չի վերականգնվի, երազները կլինեն տեսիլքային, կաշմար, վախենալու, սարսափելի երազներ կարողանաք կտեսնեք։ Նման ձևով, եթե ցանկանում եք պաշտպանել ձեր էներգետիկան, թանագը պահեք թոշակի տակ կամ մատչակալի տակ, բայց ոչ երբեք բարձի տակ, սիրելիներս։ Չի կարելի թանագը նվիրել, չի կարելի թանագը և նվեր վերցնել, և նվիրողը և նվեր վերցնողը հետագայում շատ ուժեղ կոնֆլիկտների մեջ կգնեն և իրենց հարաբերությունը կլինի ավարտ, իրենց հարաբերությունը կվերջանա։ Ինչպես կարող եք հասկանալ, որ թանագի վրա կա կատարված նեգատիվ գործողություն։ Հատկապես, երբ որ դուք ձեր տան մեջ գտնում եք թանագ, որը ձերը չի, կամ եթե ձեր տան թանագն է կորել է ու հետո հայտ է գալիս տարօրինակ ձևով, հայտ է գալիս շեմին, ուրեմն կատարված կա գործողություն այդ թանագի վրա բաժանության համար, ֆինանսական դժվարության համար, առողջական խնդիրների համար։ Եթե գտնում եք այդ թանագը պատուհանի կողքին դրած, պատուհանի կողքը, ուրեմն եթե մեծ ցնցեսեպական տան մեջ եք ապրում, առանձնատան մեջ, պատուհանի տակ ընկած, եթե գտնում եք, դա ձեր բարի հաջողության ճանապարհը փակելու համար կատարված գործողություն է։ Եթե գտնում եք այդ թանագը բարձի տակ, անկախ նրանից անկողնային բարձ է, բազկաթոռի վրա, բազմոցի վրա դրված բարձ է, այդ բարձի տակ, ուրեմն դա արված նեգատիվ գործողություն է գլխի վրա, գեղեցկության վրա, առողջության վրա, ընդհուպ մինչև մահվան վրա կատարված գործողություն կարող է լինի։ Եթե տեսնում եք թանագը գտնում եք խփած է ձեր տան դռան վրա, դռան եզրին, դա մահվան վրա կատարված խոսք կա կատարված այդ թանագի վրա։ Երբ որ նման վիճակների եք հայտ գալիս, երբեք մաքրման գործողություններ մի կատարեք, անպայման վերցրեք այդ թանագները, լավ կլինի ձեռնոցով, շորով և այդ թանագը շորը բերեք մասնագետի, որը կկատարի մաքրման գործողություն, որը կտեսնի ով է կատարել և ինքնըստինքյան կմաքրի այդ մարդկանց կատարած գործողությունները։ Այսքանը սիրելիներս ձեր տված թանագների մասին ինչքան հնարավոր է ցանկացա հագիստ ձևով բացատրել, ինչ անել, ինչպես վարվել, ինչ չի կարելի անել։ Այսքանը սիրելիներս, հաջողություն, ցտեսություն։